Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Լսումները նախաձեռնելիս մենք հրավերներով դիմել էինք շահագրգիռ կողմերին եւ բնականաբար առաջին հերթին հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, որից ստացված նամակը թույլ տվեք ընթերցել։ Ողջունում ենք սույն նախաձեռնությունը, որը միտված է գնահատելու պետության կյանքում առաքելական մեր Սուրբ եկեղեցու դերակատարությունը եւ ընդգծելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ միջազգային պարտավորությունների շրջանակներում իշխանությունների կողմից եկեղեցու ներքին ինքնավարությանը չմիջամտելու անհրաժեշտությունը։ Ցավում ենք, որ ավագ հինգշաբթի օրվա ծիսական արարողությունների պատճառով հնարավոր չպիտի լինի եկեղեցականի մասնակցությունը հրավիրված լսումներին, առաստված աղոթքով մաղթում ենք ձեզ քաջառողջություն, գործոց հաջողություններ եւ ամենայն բարիք։ Եվ իսկապես խորհրդանշական է, որ քրիստոնեական տոնածիսական կյանքի կարևորագույն ժամանակաշրջաններից մեկի ժամանակ Սուրբ Զատիկին նախորդող հավաք շաբաթվա ընթացքում մենք փոխարենը մասնակցելու միջոցառումներին հարկադրված ենք կազմակերպել այս քննարկումը, այս լսումները պաշտպանելու հայ առաքելական եկեղեցու իրավունքը իրականացնելու, կազմակերպելու հենց այդ ծիսակարգերը։ Կարծում եմ, որ այս իրողությունը առավել ընդգծում է ու առավել մոտիվացնում է բոլորիս պայքարի համար։ Ներկայացնեմ մեր այսօրվա աշխատակարգը։ Մենք կսկսենք հիմնական զեկույցով, որի համար նախատեսված է մինչև 10 րոպե, որին հարցերի հնարավորություն կլինի, այնուհետև հարակից զեկույցով հանդես կգա պարոն Հարությունյանը ևս 10 րոպե եւ հնարավորություն կընձեռենք մեր հյուրերին, մեր գործընկերներին 4-ից 6 րոպե տևողությամբ ելույթներով ներկայացնել իրենց առաջարկները։ Ինչպես գիտեք, մենք հետաձգել ենք հանձնաժողովում հայտարարության քննարկումը, որպեսզի այսօրվա լսումների արդյունքում արդեն լրամշակված տարբերակով ներկայացնենք հայտարարության տեքստը Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովին, որը նշանակված է որպես գլխադասային։ Աշխատակարգի տրամաբանության մեջ ասեմ նաև, որ խնդրում եմ ովքեր, որ ելույթի ցանկություն ունեն, ցանկացած պահի կարող են մոտենալ քարտուղարություն, գրանցվել եւ պատշաճ պահի արդեն կարողանանք անցնել ելույթներին։